Ինչու է Աստված կյանք տալիս մարդկանց, նախապես իմանալով, որ մարդկանցից շատերը գնալու են դժոխք։ Այս հարցում մարդկանց ազատ կամքը ունի էական տեր։ Մարդիկ ազատ են ընտրելու իրենց ճանապարհը, ընտրելու արդարության ճանապարհ կամ մեղքի ճանապարհ։ Սա նշանակում է, որ Աստված գիտի, թե ով ինչ ընտրություն կարող է անել, բայց դա չի նշանակում, որ Աստված նախապես որոշել է յուրաքանչյուր մարդու վերջնական ճակատագիրը։ Աստված կյանք է տալիս մեզ, որպեսզի ունենանք հնարավորություն ընտրելու։ Չնայած նրան, որ Աստված տեսնում է, թե ինչպես է մարդը իր կյանքը ձևավորում, նա չի խոչընդոտում մարդու ազատ կամքի օգտագործմանը։ Այս ազատությունը մեր ամենակարևոր նվերն է Աստծուց։ Մենք կարող ենք ընտրել ապրել Աստծո կանոններով կամ հրաժարվել դրանցից։ Իհարկե, Աստված չի ցանկանում, որ մարդիկ կատարեն սխալ ընտրություններ, բայց թույլ է տալիս մարդկանց, որ մարդիկ իրենք կատարեն վերջնական ընտրությունը։ Եթե Աստված նախապես մեր փոխարեն որոշեր արդեն, թե ով պետք է փրկվի, կյանքը արդեն կկորցներ իր իրականնշանակությունը։ Մարդիկ չէին ունենա հնարավորություն սիրելու, սխալվելու, սովորելու, փոխվելու։ Կյանքը կդառնար խոշտանգում, առանց իրական նպատակների ու սահմանի։ Աստված մեզ կյանք է տալիս, որովհետև նա սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք ունենանք հնարավորություն սիրելու նրան և միմյանց։ Եվ ամենակարևորը, Աստված ուզում է, որ մենք սիրենք նրան մեր ազատ կամքով և ցանկությամբ, ոչ թե ստիպված։ Ազատ կամքը չի նշանակում, որ մարդը չի ենթարկվելու հետևանքների։ Մարդը եթե ընտրում է մեղքը, նա կձախողվի և կգնա դեպի հավիտենական կործանման։ Իսկ նրանք, ովքեր հետևում են Աստծուն, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և ընդունում են նրան, որպես իրենց Տեր և Փրկիչ, կգտնեն խաղաղություն և հավիտենական կյանք։ Աստված մեզ չի մղում դեպի դժոխք։ Մարդը ինքն է ընտրում իր վերջնական ուղին։ Կյանքը, որ Աստված տալիս է, բացահայտում է հնարավորությունների աշխարհը։ Այնտեղ մարդը ձևավորում է իր հարաբերությունները Աստծո և մյուսների հետ։ Աստված գիտի, որ մեր ամեն որոշումից հետո ինչ կարող է լինել, բայց նա չի խոչընդոտում մեր ընտրություններին, այսինքն մենք ինքներս ենք կայացնում վերջնական որոշումը։ Աստված ցանկանում է, որ մենք գիտակցենք մեր որոշումների նշանակությունը և պատրաստ լինենք պատասխանատվություն կրելու դրանց համար։ Եվ այսօր Աստված քեզ հնարավորություն է տալիս, որ դու գնաս դրախտ։ Ինչ պետք է անես։ Բարի գործեր, ամբողջ կյանքդ իդեալական մաքուր ապրես։ Ոչ։ Իհարկե լավ է բարի գործեր անելը, լավ է պահել Աստծո պատվիրանները ինչքան որ կարող ես։ Բայց այսօր քո փրկությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է։ Եթե դու քո ամբողջ կյանքդ ապրել ես մեղքի մեջ, հենց հիմա էլ եթե դու որոշես ապաշխարես, հավատաս Հիսուս Քրիստոսին, ընդունես նրան որպես քո Տեր և Փրկիչ, քո տեղը դրախտում երաշխավորված է։ Ուղղակի հավատա Հիսուս Քրիստոսին, ապրիր քո կյանքը աղոթքով ու ապաշխարությամբ։ Տես, ընտրությունը քոնն է։ Հիմա կարող ես ընտրել Հիսուս Քրիստոսին և հետո գնաս դրախտ ու վայելես քո հավիտենական կյանքը Աստծո լիակատար ներկայությամբ, կամ կարող ես մերժել Հիսուս Քրիստոսին և վերջում հայտնվես դժոխքում։ Ինքդ ընտրիր, որ տարբերակն է քեզ հարմար։ Աստված օրհնի բոլորիդ։